Իլոն Մասկն այլևս միլիարդատեր չէ։ Նա օրեր առաջ ճանաչվեց աշխարհի առաջին տրիլիոնատերը։ Տեսլայի եւ SpaceX-ի հիմնադրի կարողությունն այս պահին գնահատվում է 1.3 տրիլիոն դոլար։ Որպեսզի պատկերացնենք այդ կարողության մասշտաբն, ասեմ, եթե դուք ծնված օրվանից ամեն օր ծախսեք 1 միլիոն դոլար, ապա ձեզնից կպահանջվի մոտ 3560 տարի այդ գումարը սպառելու համար։ Մասկի հարստությունն այժմ գերազանցում է մի շարք զարգացած երկրների համախառն ներքին արդյունքը, այդ թվում Շվեյցարիայի, Սինգապուրի եւ Շվեդիայի։ Ուրբաթ օրը Forbes-ը Մասկին հայտարարեց աշխարհի առաջին տրիլիոնատեր, քանի որ SpaceX-ի բաժնետոմսերը սկսեցին NASDAQ-ում վաճառվել մեկ բաժնետոմսի համար $150, ինչը ընկերությանը տվեց գրեթե 2 տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիա։ Այնպես չի, որ ինքը տրիլիոններով գումարը իր մոտ կամ բանկի հաշվին դրած է, դրանք ըստ էության ակտիվների արժեքներն են, այսինքն այն բաժնետոմսերի, պարտատոմսերի արժեթղթերի արժեքներն են, որին ինքը տիրապետում է, այսինքն այստեղ գնահատվում է այն ընկերություններում իր բաժնեմասը, որտեղ ինքը ներդրում է արել, հետևաբար այդ ընկերությունների բաժնետոմսերի գների աճը շարունակաբար, եթե իր մոտ ոչինչ չփոխվի, իր տիրապետման ներքո եղած բաժնետոմսերի քանակի մեջ, բերելու է իր հարստության, ասենց ասած, կամ իր ակտիվների աճի հետագա։ Ռիսկն ու եկամտաբերությունն ուղիղ կապված են իրար հետ, արձանագրում են փորձագետները, նշելով Իլոն Մասկն իր ողջ գործունեության ընթացքում ձեռնարկել է ամենառիսկային եւ ամբիցիոզ ծրագրերը։ Թե էլեկտրամեքենաների հեղափոխությունը, թե տիեզերքի ավելի մատչելի դառնալը մարդկության համար, դրանք ահռելի առաջընթաց է համամարտկային նշանակության, որը Էլոն Մասկի գործունեությունը հնարավորություն է տվել ունենալ եւ այդ գործունեությունը մշտական գերբարձր ռիսկի պայմաններում է եղել, այսինքն հայտնի է, որ այս process-ում Էլոն Մասկը մի քանի անգամ ուղղակի գծի վրա է եղել ամբողջական սննկացումից եւ այս բարձր ռիսկ եւ խիստ ամբիցիոզ պրոյեկտներ համադրությունը հնարավորություն են տվել շատ արագ եկամտի կուտակման հասնել, բայց իհարկե սա եղել է ճիշտ պահին, ճիշտ տեղում։ 2020 թվականից հետո Մասկի կարողությունը բազմապատկվել է, նկատում է Նարեկ Կարապետյանը։ Միևնույն ժամանակ արձանագրում, սա հենց տեխնոլոգիական ոլորտի արդյունքն է։ Եթե 10 տարի առաջ աշխարհի top 10 ամենաբարձր հարստություն ունեցող մարդկանցից 2-ն էին տեխնոլոգիական ոլորտից, ներկայումս 7-ը տեխնոլոգիական ոլորտից են, այսինքն այն, որ ներկայումս աշխարհը գտնվում է տեխնոլոգիական բեկման գործընթացում, հանգեցնում է նրան, որ հարստության ու ակտիվների շատ արագ կուտակում է տեղի ունենում հենց տեխնոլոգիական ոլորտում եւ հատկապես այդ տեխնոլոգիական բեկում առաջացնող կազմակերպություններում, իսկ Մասկի հիմնադրած կազմակերպությունները առաջատարներն են։ Բայց հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, չպետք է ներկայիս արդյունքը հիմք ընդունելով մտածել, թե այս աճը շարունակական է լինելու, նկատում է տնտեսագետը։ Այսինքն ցանկացած արագ աճ, որը նորմալից, ասենց ասած, նորմալ աճի տեմպերից ավելի արագ է, իր մեջ հետագա որոշակի ճշգրտման ռիսկեր է պարունակում եւ կարող ենք առաջիկայում նաև տեսնել որոշակի ճշգրտումներ շուկաներում, այսինքն այդ արագ աճի տեմպերը չեն կարող անվերջ շարունակվել։ Եվ ներկա զարգացման փուլերում մանավանդ քարշարաքաղաքական միջավայրի այն ռիսկերը, որոնք կան, տնտեսական, ԱՄՆ-ի տնտեսության մեջ եղած ռիսկերը, տոկոսադրույքի հետ կապված սպասումները, էական տատանողական են դարձնել շուկան եւ այդ ռիսկերը կարող շարունակվեն։ Իլոն Մասկը առաջին անգամ Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ամենամյա ցանկում հայտնվել է 2012 թվականին, գնահատվող 2 միլիարդ դոլար կարողությամբ, ինչը նրան դարձրել էր աշխարհի 634-րդ ամենահարուստ մարդը։ Հետագայում նրանից ընդամենը 9 տարի պահանջվեց, որ դառնա աշխարհի ամենահարուստ մարդը։ Նիկոլայ Ավետիսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։